Ես հասցի գիտես Արարատը այնքան ցանկալի, այնքան երազանքի կենտրոն է, որ ես չգիտեմ ուժերիս վրա անվստահ լինելն է, ուժեղ լինելու, թե ցանկությունը կարելի է փոխել, կարող է ուժերս ինչքան էլ քիչ լինեն, միևնույն է կարողանան ախտարել, եւ ես չգիտեի, որ դա դուք էր, իսկ ունի պարզապես հարցնում է, պարզվեց, որ չէ, արդեն ինչ-որ մարդիկ նախատեսել են, քննարկել են իրար հետ եւ Արարատ բարձրանալու բավականաչափ ռեալ շանս կար ես ասել լավ կգամ, բայց ոնց ենք անելու, ոնց են գնալու ինձ հայտնել, որ Արարատ բարձրանալու համար Թուրքիայից պետք է հատուկ վիզա կա Արարատ բարձրացումների համար եւ հայերեն չեն տալիս սովորական վիզա տալիս են, բայց Արարատ բարձրանալու վիզա հայերեն չեն տալիս նույնիսկ հայերի հայ լինելու մեջ կասկածվող մարդկանց չեն տալիս ներժում արտասահմանից կիսահայ տեսք ունեցող մարդկանց չեն տալիս վիզա առ այսօր կարծեմ բայց ինձ այդ դեպքը ընկերներս համոզեցին, ասին մենք 4 հավաքվեցինք մի քանի անգամ եւ պարզվեց, որ Հայաստանից ինչ-որ քրդեր, վերողություն ամերիկացիներ գնացել են Թուրքիայում քրդերի են հանդիպել եւ այդ քրդերը նրանց շատ հանգիստ բացատրեցին առանց վիզայի, առանց որևէ բանի Արարատ։ Քրդերի միջոցով։ Մի խոսքով մենք քրդերի հետ կապվեցինք եւ գրացինք եւ բացացանք Արարատ եւ Արարատի գագաթին ինձ թվում է թե կյանքը վերջացավ որովհետեւ ուրիշ ինչ կարելի անել այս կյանքում ամենամեծ նվիրական բանին ասել ես արդեն հետո բացած որ ընկերսել էր ճիշտ նույն բանը մտածում մենք հետեկում էինք արտասվում էինք բացել հագարտին եւ բացած որ մենակ մենք իրենից բացի պարսիկների խումբ բարձացավ պարսիկները ճիշտ նույնպես Արարատը իրենց համար սրբություն է եւ համաշխարհային բոլորի համար սրբություն եւ այդ սրբությունը բացվեց որ իր մեջ շատ կարեւոր մի ուրիշ բաղադրիչ է դրա մասին եմ ասում Ուրեմն այդ բաղադրիչը կայանում է հետևյալը իջնում էինք, ես տեսա, որ ես ամենավերջում էի իջնում ես 4 հոգուց երկուսը, մեկը շատ առաջ էր գնացել, մյուս երկուսը սառույցի մեջ ինչ-որ բան էին գործում ես հետևից էի գալիս, ես ֆոտոապարատը հանեցի, որ նկարեցի, չթողեցին, որ նկարեմ, ասի օգնեմ, ասի չէ, պետք չի օգնել ասի երևի պետք չի, առաջ գնացի, իրենք եկան հասանք Երևան, մի քանի օր հետո կես գիշերին ընկերս զանգում ասում գիտես կարևոր բան պետք է ասեմ պատրաստվիր մարզչակալից չմինես մի խոսքով կարևոր բանը պարզվեց նա որ այդ արարողությունը որ իրենք անում էին առնչություն ուներ Շիրազի հետ մանես Շիրազի սիրտը Շիրազի տղան Արա Շիրազը մեր ընկերներից 4-ից 1-ի նորակրոջ տղան էր եւ վստահել էր մեր խմբին որ դարձնենք Արարատ որպեսզի մնացածները հանկարծ ինչ որ պատճառով թուրքերի կողմից բռնվելու բանի պատճառով հանկարծ բան չլիներ ոչ մեկից չէին ասել թե ինչա մեր ուսապարկերի մեջ վտանում ենք փոխնիկով եւ բացած որ դա սիրել Ես մասնակից եմ անկախ իմ կամքից ուրեմն բայց հիմա երկար ժամանակ մենք չենք ասում դրա մասին առաջին հերթին որ հանկարծ չգնան այնտեղ գտնեն կպցեն նկարներով տեղը տեսնեն դրանով չթողեցին որ նկարեն բայց ես GPS-ով նկարել էի մեր հետագիծը եւ գիտեի որտեղ եմ կանգնել եւ ճիշտ ճշգրիտ կոորդինատները գիտեմ այդ կոորդինատները հիմա արդեն Արարատ
բարձրացող խմբերին, ովքեր ծանոթ են ինձ, բոլորին տալիս եմ, գնում են այդ կոորդինատներով եւ ծաղիկներ են դնում մի խումբ ուղղակի Շիրազի բանաստեղծությունները արտասանեց եւ ձայնագրել ու արկել էին շատ հուզիչ էր։ Մի խոսքով դա դարձել է իսկապես ինչ-որ միտեղ, որտեղ շատ-շատերը գիտեն եւ կոորդինատների մոտով անդրադարձ չէ։ Ասեն ինչա տեղի ունեցել, երբ ես 50 տարեկան էի, ջահել էի ես եւ ձիս էր ջահել։ Դուք ձին եւ թուրը։ Շնորհակալ ենք, ապրեք։ Որ բարձրանաք այս կոորդինատները։